Ժամկետային զինծառայության ժամանակ երթման արարողության հետ կապված սահմանում ենք արձակուրդի իրավունք 2 օրով, իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները ստանում են արձակուրդի հնարավորություն։ Ում ծառայությունը ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով, մյուսները 7 օրով։ Սա օրենքով սահմանված է, բայց սրանով չի բացառվում արձակուրդի այլ հնարավորություններ, այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի, որպեսզի քմահաճույքով կամ բարեխոսությունով արձակուրդի հնարավորությունը նվազեցնենք, բայց այդ ճկունությունն էլ ենք տալիս, որ օրինակ մարդը կարող ասի, այս անգամ ինձ 5 օրով տվեք, ես 2 ամիս հետո ունեմ ընտանեկան ինչ-որ միջոցառում, այդ ընտանեկան միջոցառման համար ինձ արձակուրդ տվեք, գնամ մասնակցեմ։ Համոզված եմ մեր սիրելի զինծառայողների, սիրելի ծնողների մոտ հարց է ծագելու։ Այս կարգավորումը ուժի մեջ մտավ, ասենք օգոստոսի 1-ին։ Որ պահից է սկսելու գործել։ Քանի որ ինքը բարելավող նորմա, երևի կնայենք ով ինչ ծառայության ժամկետը անցե եւ տրամաբանություններ, որ մաս տանք, եթե չենք տվել, չի ունեցել այդ բանը, միգուցե այդ մի մասով տանք արձակուրդ։